Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Իրանի սահմանապահ ուժերի հրամանատարն է հարցազրույց տալիս լրատվամիջոցներին եւ հայտնում, որ 12-օրյա պատերազմի ժամանակ Իրանի սահմանակից երկրներից մեկը կամ մի քանիս իրենց տարածքը տրամադրել են Իսրայելին, որպեսզի վերջինս ռմբակոծի Իրանի տարածքը։ Իհարկե, սահմանապահ ուժերի հրամանատարը անուններ չի տալիս եւ պետության անուն չի տալիս, բայց ակնհայտ է, որ խոսքը Ադրբեջանի մասին է։ Բայց չգիտես ինչու Իրանի ղեկավարությունը, նաև ռազմական ղեկավարության որոշ ներկայացուցիչներ դիցուք սահմանապահ ուժերի հրամանատարը խուսափում է Ադրբեջան անունը տալ։ Չէ՞ որ Իրանի հարևան երկրներից Ադրբեջանից բացի ոչ մի այլ երկիր Իսրայելի հետ ռազմաքաղաքական դաշինք չունի։ Ինչպես գիտենք, անպատժելիությունը նոր հանցանքներ է ծնում, եւ եթե Իրանը հասցեական մեղադրի Ադրբեջանին եւ հետեւաբար քայլեր ձեռնարկի այս ամենը թույլ չտալու համար, կարծում ենք նոր հանցագործություններ դժվար թե ծնվեին տարածաշրջանում։ Իհարկե, այս ամենը պետք է արվեր Իրանի նախագահ Ռայիսիի սպանությունից հետո։ Իրանի խորհրդարանի պատգամավորներից մեկը սենսացիոն բացահայտումներ է արել նախագահ Ռայիսիի առեղծվածային մահի հետ կապված։ Վերջինս նշում է, որ ի սկզբանե պլանավորված էր, որ Խոդաֆերինի կամուրջի մոտ պետք է հանդիպեին Ադրբեջանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարները եւ այնտեղ պետք է ունենան հեքի բացման արարողությունը, բայց ըստ Իրանի մեջլիսի պատգամավորի Ալիևը անձամբ է խնդրել Ռայիսիին ներկա լինել այս հանդիպմանը, իսկ ինչպես նույն իրանական աղբյուրն է նշում, այդ խոսակցությունից մի քանի օր առաջ Ալիևը հանդիպումներ է ունեցել նաեւ հրեա կրոնական ղեկավարների հետ։ Այս ամենը շատ հետաքրքիր է եւ շատ տարօրինակ։ Ակնհայտ է, որ մեր այն տեսակետը, որ ի սկզբանե հայտնել էինք, թե Ռայիսիի մահը պարզապես պատահականություն չէ եւ ոչ էլ դժբախտ պատահարի արդյունք, այս վարկածը կարծես թե միս ու արյուն է ստանում։ Ինչու ենք մենք ասում անպատժելիությունը նոր հանցագործություն է ծնում, քանզի եթե ժամանակին Ռայիսիի սպանության հետ կապված Իրանը կոնկրետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ, ապա 12-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի ղեկավար իրեն այդպես չէր պահի եւ իր տարածքը չէր տրամադրի Իրանը ռմբակոծելու համար։ Նաեւ Իրանում հստակ գիտեն, որ Ադրբեջանում կան իսրայելական բազաներ։ Մենք հիշում ենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 7-ին Համասի հարձակման ժամանակ Նատանյահուն կոչ արեց նաեւ Ադրբեջանում գտնվող իսրայելցի զինվորականներին շտաբ վերադառնալ հայրենիք։ Սա արդեն բավարար էր Իրանի համար թիրախավորելու իսրայելական բազաներ եւ կետային հարվածներ հասցնելու այնտեղ, թույլ չտալով, որ դրանք օգտագործվեն իր դեմ 12-օրյա պատերազմի ժամանակ։ Ինչևէ, կարծես թե ժամանակը բաց է թողնված։ Վստահ ենք, ապագա պատերազմի ժամանակ Ադրբեջանը կրկին իր տարածքները տրամադրելու է։ Եվ այստեղ մենք կարծում եմ գործ ունենք ավելի շատ անվճարականության, քան իրերը ճիշտ գնահատելու հետ։ Շատ զարմանալի է, բայց Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության մեջ կա մի հատված, ովքեր խուսափում են Ադրբեջանին ուղիղ մեղադրել ինչ-որ գործողությունների մեջ եւ ավելին խուսափում են Ադրբեջանին մեղադրել Իրանի դեմ թշնամական գործողություններ իրականացնելու մեջ։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե խորհրդարանի պատգամավորի այս հայտարարությունը ինչպիսի արձագանք կստանա Իրանում, որը կլինի Իրանի ռազմաքաղաքական եւ հոգեվոր իշխանության դիրքորոշումն այս հարցում։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կապ ունի Վրաստանում եւ Չեխիայում անցկացված ընտրությունների հետ։ Թվում է, թե իրար հետ կապ չունեցող ընտրություններ են, բայց սա միայն առաջին հայացքից։ Սա աշխարհաքաղաքական ընտրություններ, քան միայն ներքին գործ յուրաքանչյուր պետության։ Եվ Չեխիայում եւ Վրաստանում հաղթանակ տոնեցին այն ուժերը, որոնք մեղմ ասած այդքան էլ լավ վերաբերմունք չունեն ներկայիս Եվրոպական միության եւ ԵՄ ղեկավարության հետ։ Չեխիայում իշխանության է գալիս ամենայն հավանականությամբ ընդդիմության առաջնորդը նախկին վարչապետ Բիբաշը, ով հայտնի է որպես եվրոսկեպտիկ եւ հանդես է գալիս Եվրոպական միության հետ ավելի կոշտ քաղաքականություն վարելու դիրքերից։ Նա նաեւ դեմ է Ուկրաինա զորք ուղարկելուն եւ Ուկրաինային զենքով օգնելուն։ Իսկ Վրաստանում հերթական անգամ հաղթանակ տարավ իշխող վրացական երազանք կուսակցության թեկնածուն, հիշեցնեմ խոսքը այստեղ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին էր վերաբերվում, դիցուք Թբիլիսի քաղաքապետի ընտրությանը եւ ընտրությունների արդյունքում կրկին հաղթանակ տարավ վրացական երազանքի թեկնածուն ներկայիս գործող քաղաքապետը։ Վրաստանի իշխանությունների վրա չազդեցին նաև Եվրոպական միության կողմից արված սպառնալիքները, որ առանց վիզայի ռեժիմը կհանեն եւ այլն եւ այլն։
Վրաստանի իշխանությունները ոչ միայն ընդունեցին եւ շարունակում են օգտագործել իրենց պետության անվտանգության ապահովման համար այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքը, այլև չտրվեցին սադրանքներին, նաեւ չտրվեցին այն շանտաժին, որ կար եւ այժմ էլ գոյություն ունի Եվրոպական միության ղեկավարության կողմից։ Բայց սրան զուգահեռ պետք է նաեւ նշել, որ Վրաստանի բնակչության մեծ մասը ամեն դեպքում հանդես է գալիս Եվրոպական միության հետ խոր ինտեգրացիայի դիրքերից, նաեւ ԵՄ անդամակցության դիրքերից, բայց միևնույն ժամանակ չի մոռանում, որ կան նաեւ ազգային շահեր եւ այդ ազգային շահերը ոչ մի կերպ չի կարելի ստորադասել Եվրոպական միության անդամ դառնալու այս ճանապարհին։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրադարձությունները Վրաստանում եւ Չեխիայում ինչպես են ծավալվում, քանզի եթե Չեխիայում ամեն դեպքում հաղթում է ընդդիմության առաջնորդը եւ դառնում է վարչապետ, Չեխիան համալրում է Հունգարիայի եւ Սլովակիայի շարքերը եւ դառնում Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու կոշտ դիրքերից հանդես եկող պետություն եւ նաեւ դեմ է դուրս գալիս Եվրոպական միության կողմից ներկայումս վարվող քաղաքականությանը։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրադարձությունները ինչպես են զարգանալու։ Եվ երրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Աֆղանստանի հետ է կապված։ Շատ զարմանալիորեն խոսակցություններ են պտտվում եւ համառ խոսակցություններ են պտտվում, որ Միացյալ Նահանգները կարող է վերադառնալ Աֆղանստան եւ ընդհանուր կարող են համագործակցել Թալիբան շարժման հետ։ Հիշեցնեմ, Թալիբան շարժումը Միացյալ Նահանգների կողմից որակվել է որպես ահաբեկչական կազմակերպություն եւ ահա վերջին մի քանի օրերին զարմանալի իրադարձություններ են տեղի ունենում Աֆղանստանում։ Նախ Թալիբան շարժման ղեկավարը շտաբ մայրաքաղաք Քաբուլ է հրավիրում Թալիբան շարժման բոլոր ջոկատների հրամանատարներին երրորդյա խորհրդակցության, ինչը արդեն զարմանալի է, եւ երկրորդը, ըստ աֆղանական լրատվամիջոցների, թալիբները Բագրամ ավիաբազայի հարակից հատվածում գտնվող տների բնակիչներին կարգադրել են թողել տները եւ կավարկած, որ այդ տները հատկացվելու են ամերիկացի մասնագետներին եւ արդեն ըստ էության սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները կարող է վերականգնել իր ազդեցությունը եւ իր ղեկավարության տակ վերցնել Բագրամ ավիաբազան։ Իսկ ավիաբազան լոկ միայն ավիաբազա չէ, այն ամենից խոշորն է տարածաշրջանում եւ Միացյալ Նահանգները այն հապ կարող են օգտագործել եւ Իրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ եւ տարածաշրջանում իրենց ազդեցությունը վերականգնելու համար, ընդհանուր նաեւ դեպի վերև, դեպի կենտրոնական Ասիա ազդեցության վերականգնման համար։ Բայց այստեղ մենք կարծում ենք, որ առաջին հերթին եւ թիրախը Իրանն է։ Ինչու ենք այդպես կարծում, քանզի արդեն տևական ժամանակ է Իրան-Աֆղանստան սահմանին բավականին լարված է։ Իրանի կառավարության որոշումը վտարել Իրանում գտնվող աֆղանցի վարձու աշխատողներին բավականին բուռն արձագանք գտավ Աֆղանստանում։ Վերջինիս իշխանությունները կոչ արեցին Իրանին չդիմել այդ քայլի, բայց չնայած խնդրանքներին եւ նախազգուշացումներին Իրանի կառավարությունը որոշեց արտաքսել անօրինական միգրանտներին, ովքեր աշխատում են Իրանում։ Բացի այդ, Իրան-Աֆղանստան սահմանին թալիբների իշխանության գալուց հետո հիշում ենք տեղի ունեցան որոշ բախումներ եւ որոշ իրանական սահմանապահ հենակետներ ավերվեցին թալիբների կողմից։ Նաեւ այն տարածված տեղեկատվությունը, թե Պակիստանից անցնում են գրոհայիններ, ովքեր մարզվում են Աֆղանստանում եւ հետո տեղափոխվում են Ադրբեջան, կարծես թե գալիս է լրացնելու այս տեսակետը եւ ինչպես ասում են, վերականգնելու փազլը Իրանի շուրջ կատարվող իրադարձությունների հետ կապված։ Իրանի նկատմամբ ցամաքային օպերացիա է նախագծվում եւ այս գործում հարվածող ուժը լինելու են թալիբները։ Իհարկե, կարծում եմ նաեւ կօգտագործվի Պակիստանը եւ բելուջների այսպես անկախության ձգտումը եւ բելուջները եւս կներգրավեն Իրանի դեմ ցամաքային օպերացիայի ժամանակ։ Իրանի շուրջ ըստ էության օղակը սեղմվում է եւ այս անգամ կարծում եմ Միացյալ Նահանգները, Իսրայելը եւ նրանց դաշնակիցները ոչ թե կորթեգրեն հրթիռային հարվածներով հասցնելու մարտավարություն եւ այդպիսով փորձելով ճնշել Իրանի կառավարությանը, այլ կփորձեն այս անգամ ցամաքային օպերացիա իրականացնել, իհարկե ոչ իրենց ուժերով, բայց իրենց ղեկավարությամբ։ Այս թեմաներն են, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքան է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։